Ով և ինչ են դևերը։ Քրիստոնյաներից շատերը կարծում են, թե դևերը նույնն են, ինչ ընկած հրեշտակները, սակայն ըստ Եփեսացիներին ուղղված թղթի, ընկած հրեշտակներն ապրում են օդում, ոչ թե երկրի վրա։ 4 ավետարանները բացահայտում են, որ խիստ ասած, դևերը երբեք չեն մտնում օդի մեջ, այլ կամ շարժվում են երկրի վրայով, կամ էլ մտնում են ջրի մեջ, որը նրանց բնակատեղն է։ Հիշեք այն դեպքը, որտեղ մարդիկ բռնկված էին շատ դևերով, Մատթեոս 8:28-32, երբ Տեր Հիսուսը հանեց դևերին, նրանք խնդրեցին նրան, որ թույլ տա մտնելու խոզերի երամակի մեջ, երբ դևերը մտան խոզերի մեջ, վերջիններս նետվեցին ջուրը, ուր սիրում են գտնվել դևերը։ Մատթեոս 12:22-27 և 43-45 միանգամայն նշանակալից են այս առումով։ Խոսքի այս բաժնում մենք կարող ենք տեսնել, որ Սատանան ունի իր դիվական թագավորությունը և որ նա դևերի իշխանն է։ Խոսք 43-ում ասվում է. «Երբ պիղծ հոգին, դևը, մարդուց ելնի, անջուր տեղերում պտտի, հանգստություն փնտրի ու չգտնի»։ Դևը, որը դուրս հանվեց խոլ և համր մարդուց, հանգիստ էր փնտրում, ինչը չէր կարողանում գտնել անջուր տեղերում։ Սա ցույց է տալիս, որ դևերի հանգստատեղը բնակատեղը ջրի մեջ է։ Խոսք 44-ը մեզ ասում է, թե ինչ է կատարվում, եթե նրանք չեն կարողանում ջուր գտնել։ Այն ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տուն»։ Այս տունը մարդկանց ֆիզիկական մարմինն է։ Դևերի բնակատեղը ջուրն է, իսկ նրանց ժամանակավոր կացարանը մարդկային մարմինն է։ Գործ 23:8-9 հաստատում է, որ դևերն ընկած հրեշտակներ չեն։ Այս երկու խոսքերում տեսնում ենք, որ հրեշտակները և հոգիները դասակարգվում են որպես երկու տարբեր արարածներ։ Նույնիսկ հին հրեական փարիսեցիները դևերին և հրեշտակներին առանձին դասակարգման մեջ էին դնում։ Եթե ուշադիր կարդանք 4 ավետարանները, կհայտնաբերենք, որ դևերը նաև չար հոգիներ են կոչվում։ Ոչ միայն հրեշտակներն են հոգիներ, այլև դևերը։ Ովքեր են դևերը։ Ինչու են դևերը սիրում մտնել ջրի մեջ կամ մարդկային մարմնի մեջ։ Իր հանրահայտ «Երկրի վաղ դարաշրջանները» գրքում Փեմբերը կատարել է գիտական և մանրակրկիտ ուսումնասիրություն այս հարցի շուրջ։ Երկրաբանությունը և հնաբանությունը բացահայտել են, որ երկիրը ոչ թե 6000 տարվա պատմություն ունի, այլ շատ ավելի հին է։ Այն պնդման պատճառով, որ երկիրը ըստ Ադամի դարաշրջանի միայն 6000 տարվա պատմություն ունի, որոշ աթեիստներ և մոդեռնիստ քրիստոնյաներ հայտարարեցին, որ Ծննդոց 1-ում սխալ կա։ Երկրաբանները հայտնաբերել են ոսկորների մասունքներ, որոնք հազարավոր տարեկան են, սակայն միստր Փեմբերը գտավ պատասխանը։ Ծննդոց 1-ի և 1-2-ի միջև մի ժամանակահատված կար, որը նա կոչեց ժամանակամիջոց։ Ոչ ոք չի կարող ասել, թե որքան տևեց այս ժամանակամիջոցը։ Ամեն դեպքում այն պետք է որ շատ երկար տևեր։ Այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո Փեմբերը հետևություն է անում, որ Սատանան և նրա հրեշտակներն ապստամբեցին սկզբնական ստեղծագործությունից հետո որոշակի պահի։ Բացի այդ, Փեմբերն աստվածաշնչյան պատումներից եզրակացնում է, որ մինչ ադամական այս դարաշրջանում երկրի վրա գոյություն ունեին հոգի ունեցող որոշ կենդանի էակներ, և որ այդ էակները նույնպես միացան սատանային Աստծո դեմ նրա ապստամբության մեջ։ Հետևաբար Սատանան, նրա ընկած հրեշտակները և այս կենդանի էակները դատապարտվեցին Աստծո կողմից։ Աստծո կողմից դատապարտվելուց հետո այս էակները կորցրեցին իրենց մարմինները և դարձան անմարմին հոգիներ։ Սա է պատճառը, որ դևերը ցանկանում են մտնել ֆիզիկական մարմնի մեջ։ Ջուրը, որով Աստված դատապարտեց նրանց, դարձավ անդունդ, որտեղ պետք է ապրեին դևերը։ Փեմբերը նույնիսկ ապացուցեց, որ անդունդը գտնվում է խորը ջրերի տակ։ Նույն անդունդի մասին հիշատակված է Ծննդոց 1:2-ում. «Անդունդը դևերի բնակատեղին է»։ Մի անգամ, երբ Տեր Հիսուսը նավարկում էր ծովում, ուժեղ քամի փչեց, և մեծ փոթորիկ բարձրացավ։ Տեր Հիսուսը չաղոթեց, նա հրամայեց քամուն, որ դադարի, և ծովին, որ լռի։ Մատթեոս 8:23-27։ Ինչու քամի բարձրացավ և ջուրը փոթորկվեց։ Պատճառը օդում գտնվող հրեշտակներն էին և ջրում գտնվող դևերը։ Նրանք գիտեին, որ Հիսուսը մյուս ափ է գնում դևեր հանելու համար։ Մատթեոս 8:28-32։ Այսօր օդը դեռ լեցուն է ընկած հրեշտակներով և երկիրը դևերով,
Որպես Աստծո որդիներ մենք որոշ բաներ պետք է իմանանք տիեզերքի և հատկապես երկրի վերաբերյալ։ Չար հրեշտակները հետևեցին սատանային, Աստծո դեմ իր ապստամբության մեջ։ Դևերը էակների ևս մի տեսակ անմարմին հոգիներ են, ովքեր ապրում են ջրի մեջ և գործում են երկրի վրա։ Սատանան այս աշխարհի իշխանն է, որն իր մեջ բովանդակում է երկիրը և օդը։ Սատանայի թագավորության մեջ կան ընկած հրեշտակներ, օդում, դևեր, ջրում, հրեշտակներ օդում, դևեր ջրում և ընկած մարդիկ երկրի վրա։